Անցնելը կխնդրենք ձեր խոսքը օրվա հետ կապված 26 թվականի բարեմաբանքը։ Շնորհավոր Սուրբ Ծնունդ եւ Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ մեզ եւ ձեզ մեծ ավետիս, որպես բարեմաղթանք ուղղակի, քանի որ այսօր Սուրբ Ծննդյան տոնն է, հատկապես Աստծո օրհնության համար մենք աղոթենք ու հույս ունենանք, որ Աստծո աջը պահապան կլինի մեր ժողովրդին, մեր հայրենիքին եւ ամենայն բարիք կլինի բոլորիս օջախներին։ Այստեղ կայանալիք պատարագի հետ զուգահեռ նաև Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում է պատարագ տեղի ունենում, որին մասնակցում է նաև Նիկոլ Փաշինյանը եւ ըստ էության նրա պահանջի համաձայն վեհափարի անունը այնտեղ կզեղչվի։ Դրանից հետո էլ ուխտերտ կկազմակերպվի էլի Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Ընդհանրապես եկեղեցու շուրջ ստեղծված այս իրավիճակը այսօր տեղի ունեցող ինչպես եք գնահատում։ Հակասահմանադրական, հակականոնական եւ հակաբարոյական եւ հակազգային։ Իսկ Նիկոլ Փաշինյանի եւ 10 եպիսկոպոսների հայտարարության մասով ինչ կասեք։ Մենք տեսանք անգամ նոր հայտարարություն են ստորագրել։ Ինչի մասն է սա խոսում։ Նաև Վրթանես Սրբազանը ու ինչ նորություն կա ձեր խնդրանքից, որտեղ Արցախահայերը դիմել էին վեհափար հայրապետին, խնդրելով Արցախի թեմի համար նոր առաջնորդ նշանակել։ Ես իմ դիրքորոշումը հրապարակային արտահայտել եմ անհատապես էլ հայտարարությամբ էլ, որը մարդու իրավունքների պաշտպաններով Արցախի եւ հասարակական կազմակերպություններով ստորագրել էինք եւ հստակ է իմ դիրքորոշումը եւ ընդհանրապես գործընթացի վերաբերյալ իշխանությունների կողմից եկեղեցու դեմ տեղի ունեցող ապօրինի ոտնձգությունների եւ Վրթանես Սրբազանի գործողությունների վերաբերյալ, իսկ մեր դիմումից դեռևս նորություն չկա, ես հույս ունեմ, որ վեհափար հայրապետը համապատասխան որոշումները կկայացնի, իհարկե դրան զուգահեռ պետք է նաև շատ թափանցիկ եւ արդյունավետ գործընթաց լինի եկեղեցում եղած խնդիրները կամ բարձրաձայնված տարբեր հարցերը վերհանվեն եւ հասցեագրվեն, որպեսզի որևէ ձևով որևէ մեկը եւ հատկապես իշխանությունները չփորձեն նմանատիպ հարցերը շահարկել, բայց այդ հարցերը պետք է եկեղեցու ներսում լուծվեն։ Պարոն Բեգլարյան, ներկայիս ընթացքում դեր Վրթանես հետ խոսակցություն ունեցել եք, հնարավորություն ունեցել եք շփվելով։ Ոչ, ես չեմ ունեցել, տարբեր ընկերներ եւ գործընկերներ ունեցել են։ Ես կարծում եմ, որ ի սկզբանե առաջին օրերին հույս ունեի, որ դարձի կգա, այսպես ասեմ, բայց հետագա իր հայտարարություններից ու գործողություններից հետո ես արդեն այդ համոզմունքը ունեմ, որ տատասկոտ ճանապարհը շարունակում է։ Շնորհակալություն։